Ոնցելիք ունի։ Նախ շնորհակալություն այս կարևոր ժողովին մաս կազմելու։ Սպյուրքը պատմական վիճակ մնե եւ իրականություն մնե, որում պատճառն է խզումը, անարդարությունը, եթե բարին իմաստով ասենք 15-ի ցեղասպանությունը։ Եվ այդ պատճառով սպյուրքը իր էությամբ քաղաքական է։ Անշուշտ է սպյուրքը ունի հայոց կամ հայկական սպյուրքը շատ ավելի երկար եւ պատմություն եւ ժառանգ կնանք 1600 տարվա ասենք այդ պատմության մասին խոսել պիտի չանդրադառնամ այդ մանրամասնությամբ, բայց այդ խզումի պատճառով, ցեղասպանության պատճառով մենք քաղաքական իրականություն մնալ ենք եւ համաշխարհային տեսակով, այսինքն մենք այսօր համաշխարհային ազգ մնենք իր ամեն տարբեր տեսակի դրսևորումներով եւ հարստություններով եւ բագասներով, բայց այսի կուզեմ նախ իբր հիմնական գեդը նշել կալով թե ուր գուզեմ հասցնել այդ հարցումին իբր պատասխան։ Այս առումով պատմական վիճակը լալով չեմ ասել պատմական անցյալի բան, այսինքն մենք իրականություն ունենք եւ այս սպյուրքյան իրականությունը ունի 3 կարևոր ասենք կոյադևման սույներ նվազագույն իմ կարծիքովս այն առաջինը այս ասենք ճակատագրի մաս կազմող համայնքը համաշխարհային ազգը գտնանք ասել երկրորդը այս եւ ասոր մեջ ուկա հավաքական հիշողությունը անշուշտ է հավաքական հիշողությունը այդ գործված ասենք հայրենիքին եւ սպյուրքյան իր պատմության դարբեր տեսակի այսինքն ժառանգինալ երկրորդ հիմնական սույսը գաբը այդ հայրենիքին հետ այսինքն եւ այսօր Հայաստանը իբր հանրապետություն եթե առնենք իբր պետություն այդ հայրենիքեն այո մասն է բայց եւ արիթու ուդա այդ գաբը այսինքն պետության միջոցավալ ունենալ եւ այսինքն մենք փախտավոր ենք իրականության մեջ փախտավոր ենք սպյուրք ունենք եւ պետություն ունենք եւ երրորդ հիմնական նորեն իրականությունը կամ բնույթը անալ գաբն է ասենք այդ օդար երկրին հետ որը իրականության իր նոր երկիրն է նոր ինքնության ասենք եւ միշտ այս երեքի մեջ ինքնության այդ շարժումը կա հիմա այս նկատի ունենալով սպյուրքին հիմնական առաքելությունը արդարության պայքարն է հանուն իր այսինքն այս վիճակին եւ համամարտկային իմաստով այսինքն այս առաքելությունը համամարտկային պայքար մնալ է արդարության պայքար է հայոց ցեղասպանության հիմնահարցը եւ այստեղ կան մի քանի ասենք սպյուրքի մեջալ կամ սպյուրքի բնույթի հատկանիշ գերեր որոնց կուզեմ անդրադառնալ գարչ ետ կանցնել կոնկրետ այդ հարցումին պատասխանին այս հիմքին մեկնելով անդրադառնալով Արցախի հարցին որտեղ Արցախի տեղի ունեցածը 2023-ին ցեղասպանությունը եւ մենք այստեղ ասելիք ունենք պիտի անդրադառնամ ավելի մոդեն ինչ կրնանք գնել հատկապես Եվրոմիության այս քաղաքական համայնքի կակատնաժողովին առաջ ուրեմն նախ սպյուրքի բնույթի մեջ շատ կարևոր գետ մգա որ այո մենք ներքին մեր ռազմավարության մեջ կամ օրագարկին վրան սպյուրքի ոչ թե պահպանումը այլ սպյուրքի կյանքը զարգացնելու օրագարկ ունենք եւ այդտեղ կմիանամ Բարոն Զանոյանի այդ
Տաստիարակ մեր հաստատությունները վերազորացնել նոր տեսակի ձևով ասենք ուժ դալ իրենց։ Սպյուրքի կարևոր գեդերը մեկ կամ հատկությունները մեկը այն է, որ communication networks, այսինքն հաղորդակցության ցանցեր, եւ ասի տարերու մեջ եղած է, երբ ժամանակին ինտերնետ չեղած, բայց հայ վաճառականները կդած են ձևը, այսինքն գապը լալ եւ այդ ձևով վաճառականության իրենց ասենք հաջողություններ ունեցած են Վենեդիգի ժամանակ եւ այլն, այստեղ շատ կնանք խորանալ։ Կարևոր ուրիշ get մնալ ուրեմն internalized communication codes, I think վստահ որ դեսած եք ադի կամ ապրած եք, որ Ուրուգվայեն մեգումը հանդիպած եք հայ սպյուրքեն կամ ոյ մեկ ուրիշ երկիր է, եւ հասկացողություն եղած է գատնի հիմնագետերու մեջ, որ ծեր ասենք նույնիսկ ամենաօսիալ ուրիշ ասկերու կամ ժողովուրդներու ընկերներուն հետ չեք ունենալ այդ հասկացողությունը։ Եվ ասում առավելություններ են այս ասենք ճշմարտության եւ արդարության բայկարի մեջ գործելու համար։ Եվ ունենք մենք multiplicity in institutions, այսինքն հաստատություններու շատ դարբեր տեսակի բանը, որ մեզի ջգնություն կտա աշխարհին։ Կալով Արցախի հիմնահարցին եւ Եվրոպայի մեր գարելիությունը այս եկող ամիս Եվրոպայի բոլոր երկիրները Genocide Convention-ի մագիչ ուրեմն ստորագրած են Genocide Convention-ը եւ մենք եթե այս դիտանկյունեն մոդենանք եւ պահանջենք կամ այդ հարցը բարձրացնենք, որ դուք բարդավոր եք կանխեցնելու, գեցնելու ցեղասպանությունը, որտեղ ցեղասպանությունը տեղի ունենա, այսինքն իրենք բարդավոր են իբր ստորակալներ, պետությունները կանխեցնելու, բայց իրենք կփախին այդ իրականությունեն։ Եվ ամեն մեկ երկիր իր բաժան ունի։ Բայց իրենց պետք է հիշեցնենք, կամ Գերմանիայի օրինակով, ճիշտ այս հարցով դիմեցի ես արդեն 2024-ին Գերմանիա արտաքին գործնախարարության մեկ հարցումով, որ դերի ունեցածը Արցախի 23-ի դրնի դեղահանումը, the risk of genocide որ գա, դուք այդպես կտեսնեք կամ չեք տեսնել, այդ հարցումը ուղարկեցի եւ պատասխան ստացա, որը ընդհանրապես թյուրին չեն պատասխանել, բայց անդեղին սկսավ գործընթացը, որտեղ ինքը փորձեն փախել եւ ճիշտ այս առումով կուզեմ երբ առաջարկ մնել Եվրոպայի ասենք մեր այստեղ ներկաներուն Պետական գարույցներուն այս երկու հարցումը հարցնել եւ տեսնել ինչ գործընթաց պիտի սկսի։ 2023-ի սեպտեմբերի մագի զսկուշացումեն յետք, որ զսկուշացուց, որ there is the risk of genocide։ Արդյոք ձեր կառավարությունը կատարած է գնահատումներ, որոնք կհերկեն ցեղասպանության վտանգը։ Այսինքն ճիշտ եթե իրենք այդ վերլուծումը ըրած են, որ կհերկե, ուրեմն այսինքն այդ ձուղագի մեջ պիտի ինան, այսպիսի հարցումն է։ Եկ ես ցեզի գնամ զադին այսօր մասին մանրամասնություններ ալտալ, եթե հետաքրքրված եք։ Իսկ երկրորդը ինչ գործնական քայլեր ցերն ըրած եք երկկողմանի Եվրոմիության կամ այլ հարթակներու մեջ այդ վտանգը կանխելու համար։ Եվ այս հարցումը երբ օրինակ պատգամավորներուն հիմա կղրգեմ Գերմանիո իրենք կարծանակնեն եւ իրենք պատրաստ են ցեղասպանության դիտանկյունեն այս հարցը քննարկելու։ Բայց այսի շատ աշխատանքի գարոտ ունի, այսինքն 1-2-3 անցի հարց չէ, բայց կտեսնեմ որ իրենք
պատրաստ են այս ուղղությամբ այսինքն լսելու եւ մանավանդ Արցախայության հարցը որտեղ նոր է արդարության հարցն է, ցեղասպանության հարցն է եւ գբարդավորե այդ երկիներով որոնց քաղաքացիները մենք ենք։ Ես իբր գերմանացի կխոսեմ, ինձ մարդիկ կան, գսեն Հայաստանի գարավարությունը գնալալ ուրիշ գեցված կունենա, ես կսեմ մենք այս հայ համայնքի քաղաքացի լալու դեսանգույնեն գբահան չենք, մարդկային հարցին է դուք բարդավորված եք ամենելու եւ իրենց այս ծևով գհրենք եւ գործընթաց կմնա, այսինքն այս երկու հարցումները եթե ուղենք Եվրոպայի երկիներու ղեկավարներուն այս կակատնաժողովեն առաջ հիմքը դրած պիտելանք։ Անոր կողքին պետք է մեր ասենք Եվրոպահայ իրականությունը իր բազմատեսակ ասենք ծևորով այս հարցը բարձրացնեն։ Գնա այսինքն social media posting սկսի պիտի ասեն social media-ն ինչ կնե, բայց մասնակցության ծև մնե։ Եվ այս ասենք քաղաքական նավագով գնա բանալալ դրսևորվի տարբեր ծևերով գավիլ անմիջապես այսինքն այդ շրջանի պատգամավորին հետ, որ այս հարցը բարձրացնի իր կառավարության հետ եւ այստեղ մենք հաջողություններ պիտի ունենանք եւ օրագարկի պիտի բերենք, որովհետեւ այս կակատնաժողովը Երևանի մեջ որ տեղի պիտի ունենա, մենք կգնանք դարձնել իբր հաղթանակ եւ մենք իբր ամեն հայության հաղթանակ պետք ունենք։ Երբ որ օրագարկի բերենք իդ ռազմակերիներուն հարցը, բադանտներուն հարցը եւ Արցախի ցեղասպանության հարցը, իսկապես պետք է իրեն անունով անվանել եղածը ցեղասպանությունը եւ դեղի ունենա, այսինքն ցեղասպանությունը 2023-ին չէ որ եղավ եւ վերջացավ։ Եվ այդ է որ կբարդավորե գեցնել այն եւ այստեղ այդ բոլոր ստորակրյալ երկիրները պետք է գործի անցին եւ մեր բարդավորությունն է որ իրենց մղենք, իրենց ակնցնենք, իրենց ցավցնենք եւ այստեղ է սպյուրքի այդ մյուս կետերեն ուժերեն մեկը մենք այդ ջգունությունն ունենք եւ վստահ եմ մեծ արիթմն է Արցախի այս հիմնահարցը ցեղասպանությանի կոնվենշնի դիտանգույնեն օրագարկի բերել, եթե շարժին եւ աշխատին եւ ան եղավ 15 ցեղասպանութենին յետ Սարտարաբադի պատկամը, որ 3 տարի յետ այսինքն հանուն ամբողջ ասկը ոտքի ելավ իր ամենեն չնչին գարեություններով նույնիսկ եւ հաղթահարեց այդ իրավիճակը եւ այսօր մենք շատ ավելի միջոցներ ունենք, բայց գնալը քիչ մծուլացած ենք։ Սիրենք աշխատանք եւ օգտվենք այս իսկապես պատմական արիթեն պատկամը հասցնելու իբր եվրոպացիներ, իբր գլոբալ ասկ այդ ասենք Երևան կացող քաղաքական բոլոր անձերուն որոնք գժղթեն ցեղասպանություն եւ իրենց արիտը դաս իրենք պիտի ժղթեն, իրենք պիտի ուրանան, իրենք արդեն այդ կուզեն։ Այս կա։ Շնորհակալություն, պարոն Եվ պարոն, այս բոլոր ելույթներից հետո թերևս մեկ հարց է մնում, ամփոփելով։ Ուրեմն, որն է Սփյուռքի ռազմավարական դերը այսօր ներկա